խափանամիջոցին, խափանամիջոցների հետ կապված մեղադրանքի կողմից դիրքորոշում է, Պատվարժան դատարան մեղադրյալություն Աղանեսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 դրվագ Հանրապետության քրեական օրենսգրքի 215 առաջին մասով Ներսակերպված արարքի արտադրության վերաբերյալ ինքնավոր կասկածի վերաբերյալ չեմ անդրադառնալ, քանի որ փաստվել է նաև դատարանների որոշումներով, ներկայումս քրեական գործը գտնվում է դատարանի վարակում ըստեյության շրջանի համար։ Պատվարժան դատարանը գնահատմամբ հարկայել և շարունակում է պահպանվել գործի քննության քրեական դատավարությանը մասնակցող անձանց զգացման միջազգային հավանականություն, այսինքն այն հիմքը, որը արձանագրվել է առաջին արձանի դատարանի կողմից երևս նախաձեռնության փուլում խափանամիջոցի հետևում, մասնավորապես այս առումով առաջին արձանի դատարանն ստերության արձանագրել է, որ դատարանը ողջամիտ է համարում միջնորդությամբ և դատական իսկի ընթացքում կնիչի ներկայացրած մտավախություններն այն մասին, որ մեղադրյալ Արտուր Աղանեսյանն ունի շփման այն շրջանակ, մտերիմ և լայն արտիք հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների շրջանակ, երբեմն պաշտոններից գտող օրինակություն, ինչը վկայում է Արտուր Աղանեսյանի քարի և լայն սոցիալական կապերի առկայության մասին, որպեսզի պայմանների մեծ է հավանականությունն առան, որ ազատության մեջ մնալու դեպքում նա մի շարք անձանց, այդ թվում ենթադրյալ ընտրակաշարք ստանալու առաջարկ ու խոստում ընդունած անձանց հետ կարող է համաձայնության միասնական դիրք գրավելու, ինչպես իր, այնպես էլ մյուս մեղադրյալների օգտին շահեկան ցուցմունքներ տալուց երաժշտների ձևերով կամ քննության բնականում ընթացքը փոխարինելու համար իրականությունը չհամապատասխանող ցուցմունքներ տալու և ոչ իրավաչափ այլ եղանակներով ոչնչացնել գործի քննությանը։ Հիշված որոշման դեմ վերաբերյալ վերաքննիչ խորհուրդը պաշտպանության կողմից ներկայացրած վերաքննիչ խորհուրդը վերաքննիչ դատարանի որոշման ներշնչել է։ Պատվարժան դատարանը վերջին քրեական գործում քաշել է դատարան, սակայն մենք դեռևս նախնական դատարանությունների փուլում ենք և քրեական գործով անցնող անձին չեն հանձնարարվել, ուստի նման պայմաններում գնահատման շարունակում է առկա լինել հիշված ինքը, բացի դրանից այստեղ կարևոր նշանակություն ունի նաև կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի գնահատումը, մասնավորապես իմ նշած հանգամանքների համատեքստում անդրադառնալով Արտուր Աղանեսյանի ներսակերպող արարքին պետք է փաստել, որ նրան ներսակերպում է 2 դրվագ ծանր անձնքների կատարում, որոնց համար որպես պատիժ նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով 3-ից 6 տարի ժամկետով, հետևաբար այդ հանգամանքները նշանակում կողմից քիչ առաջ նշած հանգամանքների համակցության մեջ գնահատելով տեսնում են, որ խափանման ընտրված որպես խափանամիջոց ընտրված կալանքը պահպանելու անհրաժեշտությունն առկա է, բարոյթի բնականon ընթացքն ապահովելու նպատակով, ուստի միջնորդում է Արտուր Աղանեսյանի նկատմամբ որպես խափանամիջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով։ Մյուս մեղադրյալների մասով ինչ կասեք։ Մեղադրյալներից Գերամ Զաքարյանը վերսագրվում է միջին զորամասության հանձնանքի կատարում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 217 հոդվածի առաջին մասով հիմնավոր կասկածին առնչության վերսագրվող հանձնանքին կրկին չեմ անդրադառնալ, քանի որ առաջի արձանի դատարանի որոշմամբ դեռևս նախաքննության փուլում այդ հարցին անդրադարձել է և բացի դրանից քրեական գործը անդրադարձել կատարվել և փաստվել է հիմնավոր կասկածի առկայությունը, որ բացի դրանից քրեական գործը գտնվում է դատարանի վարակում։ Իմ գնահատմամբ շարունակում է պահպանվել քրեական վարակին ոչնչացնելու առաջին արձանի դատարանի մատնանշած հիմքը, քանի որ դեռևս այն դեպքում ևս նախնական դատարանությունները չեն սկսվել, ապացույցների հետազոտումը դեռևս չի սկսվել, գործով անցնող անձին չեն արձագանքվել և հետևաբար մեղադրյալ Գերամ Զաքարյանի կողմից առկա է հավանականություն գործի քննությանը ոչնչացնելու, գործով անցնող անձանց նկատմամբ հնարավոր ազդեցություն գործադրելու իր համար շահեկան ցուցմունքներ ստանալու առումով։ Գերամ Զաքարյանի նկատմամբ որպես խափանամիջոց տնային կալանքի բացի կարող իրականացնող քննիչի որոշմամբ կիրառվել է նաև բացակայելու արտերկրը։ Խափանամիջոցի ես գործողության այս ժամանակահատվածում, այսինքն 2026 թվականի ապրիլի 27-ից հետո այս խափանամիջոցի իրավաչափության պայմանների գնահատման չեն փոփոխվել և հետևաբար ինչպես առավել խիստ խափանամիջոցով փոխարինելու, այնպես էլ առավել միայն խափանամիջոց ընտրելու հիմքերի գնահատման բացակայում, ուստի առաջարկում եմ Գերամ Զաքարյանի նկատմամբ որպես խափանամիջոց ընտրված տնային կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով, միաժամանակ պահպանելով բացակայությունը։ Բացի դրանից ներմուշ վերաբերել Արտուր Իսկանդարյանի նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցվել Հայաստանի
տեսանք 2018 խորհրդացի առաջին մասով, դեռևս նախաքննության փուլում առաջին այցանին դատարանը խափանամիջոցի հարցը քննարկելուց արձանագրել էր հիմնավոր կասկածի բացակայության հանգամանքը։ Մեկ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը ըստ էության հաստել է Արթուր Իսկանդարյանի արարքում հիմնավոր կասկածի առկայության հանգամանքը, սակայն հաշվի առնելով, որ իրական գործն արդեն իսկ մեղադրական եզրակացությամբ ստացված է հեղափոխություն դատարանում եւ նշանակված է եղել վարույթ ստացնել եւ նշանակված է եղել նախնական դատավարություններ, ուստի դատարանը նշված որոշումը չի վերոնել եւ թողել է անփոփոխ նշված պատճառաբանություններով։ Արթուր Իսկանդարյանի նկատմամբ հիմնավոր կասկածով դատարանի որոշումը հիմնավոր կասկածի բացակայությունից հետո, հիմնավոր կասկածի բացակայությունը փաստելուց հետո արդյունականացնում քննիչի կողմից որպես խափանամիջոցի կիրառել բացակայելու արգելքը, քանի որ շուրջ 2 ամիս է նշված խափանամիջոցն է կիրառված եւ խափանամիջոցի պայմանները խախտելու վերաբերյալ տեղեկությունները չեն ստացվել, ուստի դատարանի միջնորդում են պահպանել խափանամիջոցը, քանի որ նույնականությամբ դրա իրավաչափության պայմանները չեն ստացվել, արարողի խափանամիջոց միջնորդելու հնարավորությունը բացակայել է։ Շատ լավ, պաշտպանելու